Մարդը հայտնի է դառնում տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ, թե քանի հոգի գիտեն քո անունը, կամ ովքեր են քո շրջապատը, կամ ինչպիսի գործեր ես արել։ Կամ էլ կարող ես նայել Instagram-ում մարդու ունեցած հետևորդների քանակին։ Օրինակ, ես ավելի շատ հետևորդ ունեմ, քան Բենը։ Հա։ Իրականում ինձ նման բաները կարևոր չեն։ Դե լավ, եթե միայն օրինակի համար է, արի նաև ասենք, որ Պիկաչուն Ջեյսոնից 100,000-ով ավելի հետևորդ ունի։ Գիտես, ոնց նայում եմ, դա այդքան էլ հաջող օրինակ չէ։ Հա։ Հիմա մարդիկ այլևս չեն Իմ կարծիքով օգտվում են։ Դա անցած բան։ Ես ունեմ Instagram, Դեն, իսկ դու։ Ահա, Դենն օգտվում է, ես օգտվում եմ։ Դե լավ է, լավ է։ Աշխարհում երբևէ ապրած բոլոր անձնավորություններից ամենահայտնին թերևս Հիսուս Քրիստոսն է։ Նա այնքան հայտնի է, որ անգամ նրա անունն օգտագործվում է իբրև երդման խոսք, ոչ թե մեկ այլ անուն։ Benedict Cumberbatch, Taylor Swift, Justin Bieber երման է։ Պիկաչու։ Եկեք մի պահ մտածենք։ Հիսուսի կյանքը բառացիորեն երկու մասի է բաժանել մեր պատմությունը։ Մեր օրացույցների հիմքը նրա կյանքն է։ Մարդկության պատմությունն ունի երկու հիմնական ժամանակաշրջան, որոնք մինչև այժմ էլ կոչվում են ՔԱ եւ ՔՀ։ ՔԱ-ն, որ նույնն է ՄԹԱ, նշանակում է Քրիստոսից առաջ, իսկ ՔՀ-ն, որ նույնն է ՄԹ, նշանակում է Քրիստոսից հետո։ Նրան են գովերքում երգերը, նրան են նվիրված կտավները, նրա մասին է պատմում անհամար գրքեր։ Թայմ ամսագիրը Հիսուսին անվանել է պատմության ամենակարևոր անձը։ Երևի թե սնոուբորդինգով։ Ես Դիսնեյի մուլտերով եմ մեծացել եւ կուզեի լինել հերոսներից մեկը, որ երեխաներին ուրախացնեմ։ Տեխնոլոգիական մեծ գյուտարարությամբ, ասենք օրինակ հաջորդ Սթիվ Ջոբսը դառնալով։ Երգելով, կուզեի երգելով հայտնի դառնալ, կուզեի հանդիպել Բեյոնսեին ու ընկերանալ նրա հետ։ Հագուստի դիզայնով, անխոս։ Սալտոյի հետ ցածկով։ Որովհետև դա չեմ կարողանում անել։ Ուզում ես հայտնի դառնալ սալտո ցածկերով։ Ինչու՞ չէ։ Ուտելիքը համտեսել ու բաղադրիչները գուշակել կարողանալով ինչպես գուրմանը։ Ես չեմ ուզում հայտնի լինել։ Իրոք չեմ ուզում։ Հողով չէ։ Ինչով կուզեի հայտնի լինել։ Լավ հարց է։ Լավագույն պարողը լինելով։ Ելույթ ունենալով, ասենք Բրոդվեյում։ Բեյսբոլով։ Իմ արտաքին գրավչությամբ։ Տեսնում եք, մենք հիմա Իսրայել գնալու ճանապարհին ենք։ Այո, լսել եմ, որ Իսրայելում ուտելիքը շատ համով է։ Այո, դա այնտեղն է, ուր ապրել է Հիսուսը։ Հա, դրա համար եմ գնում։ Եվ հենց դա է պատճառը, որ մենք գնում ենք այնտեղ։ Իհարկե։ Գուցե զարմանում եք, թե ինչու ենք մենք այսքան շատ խոսում Հիսուսի մասին։ Նախ, որովհետև քրիստոնեական հավատքի առանցքը Հիսուսի կյանքը, մահն ու հարությունն է։ Իսկ Հիսուսի հարությունը ոչ միայն ապացուցում է, որ Աստված կա, այլ որ առանց Հիսուսի անհնար է տեսնել ու ճանաչել Աստծուն։ Հետևաբար, ով է Հիսուսը եւ պատմական ինչ վկայություններ կա նրա կյանքի, մահվան ու հարության մասին։ Ինչ վերաբերում է Հիսուսի գոյությանը, ապա չկա որևէ լուրջ պատմաբանի շղթում, թե Հիսուս անձը չի ապրել։ Ավելին, վաղ գրականության մեջ ավելի շատ հիշատակումներ կան Հիսուսի, քան ասենք այդ ժամանակվա հռոմեական կայսր Տիբերիոսի մասին։ Առաջին դարի Հովսեփոս անունով մի պատմաբան էլ, ով քրիստոնյա չէր, Հիսուսին նկարագրել է որպես իմաստուն մարդ, վարդապետ ու հրաշագործ։ Հիսուսի մասին են հիշատակել պատմիչներ Տակիտոսն ու Սվետոնիոսը։ Նոր կտակարանից դուրս կան վկայություններ, որ նա ապրել է այստեղ Իսրայելում։ Հիսուսի խոսքերի ու գործերի վերաբերյալ հիմնականում պատմել են ականատեսները, եւ այդ վկայությունների մեծ մասը արձանագրված են Նոր կտակարանում։ Առհասարակ Սուրբ Գիրքն ունի երկու մեծ բաժին՝ հին կտակարան, որը գրվել է նախքան Հիսուսի ծնունդը, եւ Նոր կտակարան, նրա ծննդից հետո։ Դրա գրքերից 4-ը, որ կոչվում են ավետարաններ, հատկապես ներկայացնում են Հիսուսի կյանքը ականատեսների վկայությամբ։ Պարզ է, որ Նոր կտակարանը վաղուց է գրվել, ուստի տրամաբանական հարց է ծագում, թե ինչպես կարող ենք վստահ լինել, որ մեզ հասած արձանագրությունները տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվել։ Այդ հարցին պատասխանում է տեքստային քննադատություն գիտությունը, դա կներկայացնեմ Փիթեր Ռոջերսին։ Դե լավ, տեքստային քննադատությունը համեմատում է հնագույն ձեռագրերը բնագիր տեքստը վերհանելու նպատակով։ Ըստ էության, որքան շատ են ձեռագիր օրինակները եւ որքան մոտ են դրանք սկզբնաղբյուրի տարեթվին, այնքան հավաստի է։
Օրինակ հնագույն պատմիչներ Հերոդոտոսն ու Տյուքիդիդեսը ապրել են ՄԹԱ 5-րդ դարում։ Նրանց գրվածքների ամենավաղ օրինակները, որոնք մեզ հասել են մոտ ՄԹ 900 թվականից են։ Այսինքն ավելի քան 1300 տարվա միջակայք կա եւ ընդամենը 8 օրինակ, բայց որևէ մեկը կասկածի տակ չի առել բնագրի համապատասխանությունը։ Նույնը վերաբերում է բազմաթիվ այլ հնագույն երկերի։ Օրինակ, Լիվիուսի հայտնի Հռոմի պատմությունը 900 տարվա միջակայքով 20 օրինակ։ Հուլիոս Կեսարի Գաղիական պատերազմը 950 տարվա ընդմիջումով 9-ից 10 օրինակ։ Տակիտոսի աշխատությունը 1000 տարվա միջակայքով ընդամենը 20 օրինակ։ Իսկ նոր կտակարանի ժամանակային հեռավորությունը կարճ է։ Այն գրվել է 40-ից 100 թվականներին, իսկ մեզ հասած ամենավաղ ձեռագիրը 130 թվականից է։ Կան նոր կտակարանի հունարեն 5309, լատիներեն 10000 եւ այլ լեզուներով 9300 ձեռագրեր։ Սրա շնորհիվ նոր կտակարանը առանձնահատուկ է վաղեմի գրվածքների շարքում։ Տեքստային քննադատ F.G. Հորտն ասել է. նոր կտակարանի տեքստը հիմնված լինելով նման բազմազան ու ամբողջական փաստարկումների վրա իր մրցակիցը չունի հնագույն արձակների շարքում։ Հետևաբար լիակատար վստահությամբ կարող ենք մոտենալ նոր կտակարանի գրվածքներին։ Ըստ նոր կտակարանի եւ այլ աղբյուրների Հիսուսը ծնվել է առաջին դարում Իսրայելում, հրեա ազգի մեջ եւ ապրել է մեզ նման, ուտելով, քնելով, ծիծաղելով, արտասվելով, քայլելով այստեղի ճանապարհներով։ Այսօր շատերը կարող են ասել, դե գուցե նա իրոք ապրել է եւ կրոնական մեծ ուսուցիչ է եղել, բայց ոչ ավելին։ Սակայն Հիսուսը հոգեվոր մեծ առաջնորդ լինելուց շատ ավելին էր։ Դա այն վկայում առաջին հերթին հենց Հիսուսի խոսքերն իր մասին։ Եկեք նայենք, թե ինչ ասաց Հիսուսն իր մասին։ Այն դեպքում, երբ այլ կրոնական առաջնորդներն ասում են, ահա թե որն է ճշմարտությունը, Հիսուսն ասում է, ես եմ ճշմարտությունը։ Երբ մյուսներն ասում են, ահա թե ինչպես կարելի է գտնել լիարժեք կյանքը, Հիսուսն ասում է, ես եմ կյանքը։ Հիսուսն ասաց, ես եմ կյանքի հացը։ Այսինքն ես նա եմ, ով կարող է հագեցնել քո սրտի հոգևոր քաղցը։ Բոլորս էլ լի ենք մտահոգություններով, մեղքով, վախով ու տագնապներով։ Այդպիսիներին Հիսուսն ասաց. եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Նա նաեւ ասաց. եթե ինձ ընդունեք, Աստծուն եք ընդունում, եւ եթե ինձ տեսաք, Աստծուն տեսաք։ Քրիստոնեության հիմքում ընկած է ներման ուղերձը։ Հիսուսը մարդկանց ասում էր. քո մեղքերը ներված են քեզ։ Այդ խոսքերը կրոնական առաջնորդներին կատաղության էին հասցնում, քանի որ նրանք գիտեին, միայն Աստված կարող է մեղքերին թողություն տալ։ Դա ասելով փաստորեն Հիսուսը իր եւ Աստծո միջև հավասարության նշան էր դնում։ Հիսուսի ամենաուղղակի հռչակումներից մեկը գրված է Հովհաննու ավետարանում։ Նա ասաց. ես եւ Հայրը մեկ ենք։ Սա լսելով կրոնական առաջնորդներն այնպես բարկացան, որ ուզում էին քարկոծել նրան։ Բայց Հիսուսը հարցրեց. շատ բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ հորից։ Դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում։ Հրեաները պատասխանեցին. բարի գործերի համար չեն քարկոծում քեզ, այլ հայհոյության, քանի որ դու մարդ լինելով ինքդ քեզ Աստծուն հավասար ես դարձնում։ Նրա խոսքերը լսող եւ հակառակվող մարդիկ սա էին ասում. դու պնդում ես, թե Աստված ես։ Դա ինձ հիշեցնում է Բոնոյի պատասխանը։ Մի րոպե սպասիր, չեմ կարծում, որ բոլորը գիտեն, թե ով է Բոնոն։ Բոնոն YouTube երաժշտական խմբի մենակատարն է։ Բոլորը գիտեն նրան։ Երիտասարդները ոչ։ Գուցե քեզ կամ թիմի համար ավելի պարզ է, բայց օրինակ Դենը։ Դեն, դու լսել ես Բոնոյի մասին։ Այո, տեսար։ Դա այն մարդը չէ, ում մասին Բենը միշտ խոսում է։ Տես։ Նա չգիտեր։ Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարց է տվել Բոնոյին։ Քրիստոսն իր արժանի տեղն ունի աշխարհի խոշորագույն մտածողների եւ ականավոր կրոնական առաջնորդների շարքում, բայց Աստծո որդի դա չափից դուրս չէ։ Բոնոն պատասխանել է. իմ կարծիքով նրան ընդամենը փիլիսոփա անվանել է թեթևամիտ մոտեցում է, որովհետեւ իրականում նա ամենուր ասում էր, որ ինքը Մեսիան է։ Այդ պատճառով նրան խաչեցին, սպանեցին, քանի որ նա իրեն կոչում էր Աստծո որդի։ Այստեղից եզրակացություն. նա կամ Աստծո որդին էր, կամ խելագար մեկը։ Միաժամանակ դժվար թե մի խելք կարողանար 2000 տարի շարունակ փոխել միլիոնավոր կյանքեր։ Ես դրան չեմ հավատում։ Նա ուշադրություն է գրավել։ Ես շատ բան չգիտեմ քրիստոնեության մասին, բայց երևի թե իր խոսքերի, իր ուսուցման շնորհիվ։ Կարծում եմ նա հատակ դառնալու պատճառով։ Մտածում եմ, որ այդ աստիճանի զոհաբերությանը մարդիկ արձագանքում են։ Դե մարդիկ սերնդեսերունդ պատմել են իրար, ծեսեր են արել, նրա մասին գրքեր են գրել։
Ես երբեք այդ տեսանկյունից չեմ մտածել նրա մասին, թե նա հայտնի մեկն է։ Հա, նա հայտնի է, չգիտեմ։ Նա շատ հայտնի է։ Աշխարհի բազմաթիվ կրոնների ու դավանանքների մեջ արկա է իդեալական մարգարեի կերպարը։ Նա այն մեկն է, ով ներել է մեր բոլոր մեղքերը, մահացել է խաչի վրա բոլորիս համար։ Այդպես չէ։ Նա միակն է, ով հաղթել է մահին։ Նա բազմաթիվ մարդկանց է բժշկել։ Նրա սանդալները հայտնի են։ Սանդալները։ Հա, անտիր սանդալներ ուներ։ Իմ կարծիքով քրիստոնեության ակտիվ պրոպագանդայի պատճառով։ Նա մի կերպար է, որին շատ մարդիկ են ապավինել։ Այդ պատճառով նա համարվել է մեծություն։ Ողջույն, մենք նորից ճանապարհին ենք ու արդեն հասնում ենք Նազարեթ։ Այն հիմա շատ է փոխված, բայց սա այն վայրն է, որտեղ մեծացել է Հիսուսը։ Մենք նախ պիտի ուտենք։ Ճիշտ է, սկզբում պիտի ուտելիք գտնենք։ Ժողովուրդ, գնում ենք ուտելու։ Երկար ճամփա եկանք ու մենք լավ տեղ գտանք ուտելու։ Նկարահանող խումբն էլ այստեղ մեր հետևում է։ Ընտիր է։ Ուտելիքն էլ այնտեղ է։ Ֆալաֆել։ Բենի երջանիկ։ Ես սիրում եմ ֆալաֆել։ Համով է լինելու։ Եթե նայենք իր մասին ասած Հիսուսի խոսքերին, երևում է, որ նա հստակ հայտնել է։ Ինքը Աստծո նույն էությունը ունեցող մեկն է։ Դա լուրջ պնդում է եւ ստոգման կարիք ունի։ Ուրեմն եկեք տեսնենք, թե դա հաստատող ինչ ապացույց կա։ Հիսուսի մասին կարդալիս առաջին ակնհայտ բանն այն է, որ նա հրաշագործ էր։ Հարսանիքի ժամանակ ջուրը գինի վերածեց։ Հազարներին կերակրելու համար ուտելիքը բազմացրեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց։ Այսօր խմբով նորից ճանապարհին ենք։ Լավ օր է լինելու։ Անհամբեր սպասում եմ։ Գալիլեայից ովն է։ Գալիլեայից ովն է մեր կողքին։ Չգիտեմ, իմ պատկերացրածից մեծ է թե փոքր։ Հազարավոր մարդիկ են հավաքվել այս լեռան վրա լսելու Հիսուսի հայտնի ուսուցումներից մեկը՝ Լեռան քարոզը։ Այդ ժամանակ նա ասել է. «Ինչ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը եւ դուք արեք նրանց։ Սիրիր ընկերոջդ քո անձի պես, սիրեք ձեր թշնամիներին»։ Հիսուսի ուսուցումն է հիմք հանդիսացել մշակույթների ու քաղաքակրթությունների մեծ մասի համար։ Այսօրվա մեր շատ օրենքներ բխում են նրա ուսմունքից, եւ 2000 տարի անց էլ նրա ուսմունքը բարելավման կարիք չունի։ Հիսուսի կյանքից իմ սիրած դրվագներից մեկը նոր կտակարանում գրված է նրա աշակերտ Մատթեոսի կողմից։ Բորոտությամբ տառապող մի մարդ վազեց դեպի Հիսուսը, խնդրելով բժշկել իրեն։ Ասեմ, որ բորոտությունը ծանր հիվանդություն է, այն ախտահարում է նյարդային վերջույթները եւ հաճախ հանգեցնում խեղման ու անգամ կորստի։ Բորոտները սովորաբար վտարանդի էին, որովհետեւ մարդիկ վախենում էին նրանցից։ Այս մարդը հուսահատության մեջ ծնկի եկավ եւ Հիսուսից բժշկում էր աղերսում։ Հիսուսն էլ ձեռքը մեկնեց ու կպավ նրան։ Մի բան, որ ուրիշ ոչ ոք չէր անի։ Բորոտությունը անմիջապես վերացավ։ Այս տեսարանը այնքան լավ է պատկերում Հիսուսի էությունը։ Նա ոչ միայն հրաշագործ էր, այլև սիրով հպվում էր նրան, ում կողքին ոչ ոք չէր կանգնի։ Հիսուսը մտերմանում էր հասարակությունից մերժվածների հետ։ Նա աստընդունված կարծիքի չէր ապրում ու վերաբերվում մարդկանց։ Նա մոտենում էր անտեսվածներին, Աստծո սիրուց զուրկ համարվողներին։ Թայմ ամսագիրը նրան անվանել է մաքրության, անձնուրացության եւ սիրո մնայուն խորհրդանիշը մարդկության պատմության մեջ։ Թեև Հիսուսի մասին մեր տեղեկության առաջնային աղբյուրը նոր կտակարանն է, սակայն նրա վերաբերյալ հիշատակումներ կան նաև 5 կտակարանում։ Ուստի ապացույցների հաջորդ մասն այն է, որ Հիսուսը իրականացրեց 5 կտակարանային մարգարեությունները, այսինքն իր կյանքի կոնկրետ պահերի մասին կանխատեսումները։ Պատմության մեջ չի եղել այլ մեկ, ում մասին նախքան իր ծնունդը գրվել է գրքերի մի ողջ հավաքածու։ Հիսուսն իրականացրել է 300-ից ավելի 5 կտակարանային մարգարեություն։ Օրինակ, թե որտեղ պիտի մեծանար կամ ինչ ընտանիքում պիտի ծնվեր։ Նույնիսկ նա դրանցից 29-ը իրագործեց մեկ օրվա ընթացքում։ Սա լսելուց հետո կարող ես մտածել, դե գուցե Հիսուսը պարզապես շատ հմուտ խաբեբա էր։ Նա կարող էր ուղղակի կարդալ այս բոլոր մարգարեությունները եւ որոշել իրականացնել դրանք։ Բայց այդ դեպքում երկու խնդիր է առաջանում։ Առաջինը նրա իրագործած մարգարեությունների քանակն է։ Մյուսը դրանցից շատերը մարդկային ուժերով պարզապես անհնար էր կատարել։ Մարգարեություններ կան նաեւ մահվան ձևի, թաղվելու տեղի եւ անգամ ծննդյան վայրի մասին։
Լսելով Հիսուսի ներման վերաբերյալ падգամի մերժվածների հանդեպ սիրո եւ մեծ հրաշքների մասին, մարդիկ ամեն տեղից սկսեցին գալ տեսնելու նրան։ Իսկ այդ օրերի առաջնորդները Հիսուսի մեջ սպառնալիք տեսան, հետեւաբար որոշեցին ձերբակալել եւ սպանել նրան։ Այդպես էլ բռնեցին Հիսուսին ու դատի հանձնեցին Հռոմի դեմ ապստամբության մեղադրանքով։ Հռոմեական կուսակալ Պոնտիոս Պիղատոսը հարցաքննեց Հիսուսին, բայց հանցակ չգտավ նրա վրա։ Սակայն ամբողջի ճնշումն այնքան մեծ էր, որ տեղի տվեց։ Նա Հիսուսին դատապարտեց խաչելիության մահապատժի։ Նրա ձեռքերն ու ոտքերը գամեցին խաչին եւ կախեցին երկու հանցագործների միջև։ Ապա երբ հռոմեական դահիճները հաստատեցին նրա մահը, մարմինը իջեցրին ու դրեցին Երուսաղեմին մոտ գտնվող մի գերեզմանում։ Բայց նոր կտակարանը վկայում է, որ Հիսուսի կյանքը այդտեղ չավարտվեց։ Ինձ թվում է, մարդիկ Հիսուսին պատկերացնում են ինչպես ֆիլմերում, երկար մազերով։ Սանդալներով ու Մորուքավոր, տիկնոցով, չէ՞։ ով դժվար կյանք է ապրում։ Շատերի կարծիքով Հիսուսը սպիտակամորթ էր։ Չգիտեմ, թե դա ինչքանով է ճիշտ։ Մարդիկ մտածում են, թե Հիսուսը ուղակի խաչին գամված մեկն է։ Փոքրուց լսել եմ, որ Հիսուսը ներող է, որ նա ընկերոջ պես է։ Մի իմաստուն, որ շրջում էր ամենուր սովորեցնում, ոմանց կարծիքով նա Աստծո է, ոմանց կարծիքով էլ փրկիչը։ Աստծո որդին, նա կապում է Աստծուն մարդկանց հետ։ Ինձ համար նա ավելի շուտ պատմական կերպար է։ Լավ մարդ, ու նա մարգարե էր։ Զորավոր մեկը երկնքում։ Չգիտեմ, նա շատ կանոններ ունի։ Մարդկանց կարծիքով նա մարգարե է, լավ մարդ է, շատ բարի գործեր է արել, բայց շատերը չեն ընդունում, որ նա նաև Աստված է։ Մարդկանց համար Հիսուսը նույնն է, ինչ Աստված։ Նրանք Հիսուսին դնում են Աստծո հետ նույն մակարդակի վրա, չգիտեմ։ Ապացույցների վերջին մասը Հիսուսի հաղթանակն է մահվան նկատմամբ։ Հիսուսի հարությունը քրիստոնեության անկյունակարն է։ Իսկ սա կարևոր է յուրաքանչյուրիս համար, որովհետև բոլորս էլ մահանալու ենք։ Ուղարկավորության ժամանակ, երբ դագաղն իջեցնում են հողի մեջ, թվում է, թե դա բացարձակապես վերջն է։ Եվ այդպես էր նախքան Հիսուսի մահը, թաղումն ու հարությունը։ Սակայն Հիսուսով գերեզմանը կորցրել է իր իշխանությունը եւ մահը պարտվել է։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, ուր չկար ոչ հավատք, ոչ կրոն, ոչ Աստված, ոչ աղոթք, ոչ էլ Աստվածաշունչ։ Այդ ամենի մասին ուղղակի չէր խոսվում։ Հայրս այն աստիճանի աթեիստ էր, որ ինձանից մի քանի տարի մեծ եղբորս ծնվելուց հետո նրան անուն դնելիս ասել էր. «Անունը Մաթեոս է», բայց միայն Թեով առանց տայի, որ տարբեր լինի Աստվածաշնչյան ձևից։ Եվ ծննդյան վկայականում հենց այդպես էլ գրված է։ Այնուհետև ավագ դպրոցում 17 տարեկանում ընկերացա Քրիս անունով մի տղայի հետ։ Փայտագործության դասին։ Մի օր նա եկավ։ Գիտեք, նա կնամոլ, թմրադեղ վաճառող եւ ընդհանրապես վատ համբավ ունեցող մեկն էր։ Հենց դրա համար էլ նրա հետ շփվում էի։ Նա մոտեցավ ու ասաց. «Լսիր, Հիսուսը փոխել է իմ կյանքը»։ Ես հարցրի, ինչի մասին ես խոսում, եւ քանի որ սկեպտիկ էի, թերահավատ, սկսեցի հետաքրքրվել։ Քրիստն էլ սկսեց պատմել քրիստոնեության մասին, բայց որպես աթեիստական ընտանիքում մեծացած մեկը ես բոլորովին չէի պատրաստվում ընդունելու նրա ասածը։ Միայն հարցնում էի, իսկ դա պատմական իրողություն է, ինչ ապացույց կա։ Ես զգացմունքային մարդ չեմ ու երբեք ոգևորությունից դրդված ինչ-որ բանի մեջ չեմ մտնում։ Արդյունքում ինչ եղավ։ Ես սկսեցի հետաքրքրվել այդ թեմայով, հետազոտել, եւ այդպես 19 տարեկանում առաջին անգամ գնացի եկեղեցի։ Ես այնտեղ գտա իմ նման թերահավատների, ովքեր չէին խորշում լուրջ հարցեր տալուց եւ դրանց պատասխանելուց։ Նրանք ասում էին օրինակ. «Դա ինձ համար էլ է հարց, բայց տես թե ինչ եմ գտել»։ Սա է ընդունվածը։ Ես սկսեցի բացել պապիս նվիրած հին Աստվածաշունչը, հայտնաբերելով, որ քրիստոնեությունը պատտվում է անձի, այլ ոչ թե փիլիսոփայական գաղափարների շուրջ, ես նախ պիտի պարզեի, այդ անձը իրոք գոյություն ունեցել է։ Երկար ուսումնասիրեցի եւ արդյունքում տեսա, որ ավետարանների վկայությունից բացի կա նաեւ Աստվածաշնչից դուրս քրիստոնեությունը քարոզելու առաջադրանք չունեցող մարդկանց պնդումը Հիսուսի գոյության մասին։ Եվ այդ ուսումնասիրության շնորհիվ համոզվեցի, որ քրիստոնեությունը ուղղակի զգացում չէ, այն ճշմարտությունն է, բայց ոչ որովհետեւ ես եմ այդպես ուզում, այլ որովհետեւ իրական գերեզմանը դատարկ էր։ Քրիստոնեությունը հիմնված է պատմական իրողության վրա։ Ես հասկացա, որ սա կամ ամենակարևոր բանն է տիեզերքում, կամ ամենատխմար բանն է։ Սա չի կարող կիսահետաքրքիր լինել։ Բոլոր ապացույցներն ու հիմքերը քննելուց հետո
Համոզվեցի, որ քրիստոնեությունը պարզապես հուսադրող աշխարհայացք չէ, այն իսկապես ճշմարտությունն է։ Հիսուսի հարությունը փաստող 4 ապացույց կա։ Առաջինը, նրա գերեզմանը դատարկ էր։ Երբ Հիսուսի մտերիմները երրորդ օրը գնացին գերեզման, նրա մարմինն այնտեղ չէր։ Սրան տարբեր բացատրություններ են տվել, սակայն ոչ մի բացատրություն տրամաբանական հիմք չունի։ Օրինակ, կարծիք կար, թե իշխանություններն են գողացել մարմինը, այդ դեպքում ինչու նրանք չներկայացրին այն, երբ մարդիկ սկսեցին ասել, որ Հիսուսը հարություն է առել։ Կամ ոմանք էլ կարող են ասել, թե ավազակներն էին գողացել մարմինը։ Երբ աշակերտները լսեցին, որ Հիսուսը երևացել էր, վազեցին գերեզման։ Մարմինն այնտեղ չէր, բայց այնտեղ էին կտավները, որոնցով փաթաթված էր եղել մարմինը։ Իրականում գողերի համար դրանք կարող էին լինել ամենաարժեքավորը։ Նույնիսկ Հիսուսի գլխի փաթաթանը ծալված ու դրված էր մի կողմ։ Հիսուսի հարության երկրորդ փաստը նրա ներկայությունն է իր աշակերտների հետ։ Հարությունից հետո Հիսուսը հայտնվեց 11-ից ավելի անգամ եւ մի անգամ էլ երևացել է մոտ 500 հոգու։ Ոմանք կարող են մտածել, թե դա պատրանք է եղել, բայց ինչպես կարող է 500 մարդ միաժամանակ նույն պատրանքը ունենալ։ Երրորդ ապացույցը Հիսուսի աշակերտների վերափոխումն էր։ Իրենց առաջնորդի մահից հետո նրանք հուսահատ էին եւ վախեցած, որ իրենց էլ կարող են բռնել ու սպանել։ Բայց հանկարծ նրանք ասես լրիվ ուրիշ մարդ դարձան։ Հուսալուկության ու վախի փոխարեն նրանք քաջացած էին եւ այնքան վստահ իրենց ունեցած լուրի իսկության վրա, որ գնում էին ամենուր ու ասում Հիսուսը կենդանի է։ Այս падգամը տարածելու պատճառով աշակերտների մեծ մասը հետագայում չարչարվեց ու սպանվեց։ Ինչպես կարող է մեկը կյանքը վտանգել մի բանի համար, երբ համոզված չէ, որ դա ճիշտ է, բայց աշակերտները հավատում էին դրա ճշմարտությանը։ Այն փոխել էր իրենց կյանքը, եւ այդ շարժումը տարածվեց ողջ աշխարհով։ Դա էլ 4-րդ ապացույցն է։ Հիսուսը այսօր էլ փոխում է մարդկանց կյանքը։ Աշխարհում այժմ ավելի քան 2.4 միլիարդ քրիստոնյա կա ամենազգից ու ցեղից, տնտեսական ու սոցիալական ամեն խավից։ Եվ ինչպես աշակերտները խոսում էին հարուցյալ Հիսուսի մասին, այնպես էլ այսօր միլիարդավոր քրիստոնյաներ պատմում են հարուցյալ Հիսուսի հետ ունեցած իրենց հանդիպման մասին։ Մնում է մի հարց. ինչպես ենք մենք արձագանքում այս ամենին։ Հիսուսը հստակ հայտնել է, որ ինքը մարդ է Աստծո էությամբ։ Եվ այս ամբողջ ապացույցները, այսինքն Հիսուսի ուսմունքը, կյանքը, էությունը, մարգարեությունները իրականացնելը եւ հարությունը, այս ամենը կասկած չի թողնում, որ Հիսուսի ասածն իր մասին ճշմարիտ է։ Այդ ճշմարտությունը սոսկմտային իմացություն չէ։ Այն կարող ենք զգալ մեր սրտում։ Ես հանդիպել եւ հաղորդակցվել եմ Հիսուսի հետ, ինչը փոխել է իմ կյանքը։ Հենց դա է Հիսուսը կամենում մեզ համար՝ կյանք իր ողջ լիությամբ։ Աստված իրեն հայտնել է Հիսուսի միջոցով։ Հիսուսը իսկապես նա է, ում մասին ինքն ասել է, որ է։ Նա իրոք հարություն է առել, ուստի հույս կա այս կյանքից հետո եւ հույս կա այս կյանքի համար։ Ահա թե ինչ եմ գտել եւ դու էլ կարող ես գտնել։ Mark Benedict Cumberbatch։ Taylor Swift Pikachu Վարվում է։ Նորից արեցի, բայց այս անգամ չստացվեց։ Մար Թերեզա Khloe Kardashian Samuel Jackson Buzz Lightyear։ Դու ես ինչ Ներողություն չափնանց, հա, համաձայն եմ։ Pikachu